5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի ստեղծման հրամանը ստորագրվեց, երբ 92-ի մայիսյան գլխապտույտ հաջողություններից հետո հայկական կողմը զգացել էր պարտության ու կորստի ցավը։ Կորցրել էինք Շահումյանը, Մարտակերտի մի մասը ու օրվա խնդիր էր անցումը կանոնավոր բանակով պատերազմելուն։ Բրիգադի մարտական մկրտությունն էլ հենց 93-ի ձմռանն էր շրջանի կենտրոնական ու արևմտյան հատվածներում։ Ճիշտ է մեծ զոհերի գնով, բայց բրիգադն իր լուման բերեց Սարսանգի ջրամբարի ու հարակից գյուղերի ազատագրմանը։ 93-ի ամռանը բրիգադի երկրորդ քայլերթն էր, մարդկային ու զորատեսակային համալրումով, նոր հրամանատարով, Ռեմիկ Մարդանյանին փոխարինեց Մանվել Գրիգորյանը։ Տեղակայման նոր ուղղությունը հարավն էր, սակայն մեկ գումարտակ ուղարկվեց Մարտակերտ։ Բրիգադի մարտիկների ավանդը շոշափելի է Արցախի հարավ-արևելքի անվտանգության ապահովման, հարակից Ֆիզուլու եւ Ջաբրայելի, ավելի ուշ նաեւ Արաքսի ափով մեկ սփռված թշնամական կրակակետերի լռեցման գործում։ Ֆիզուլին ներքևի կողմում բլուրի վրա գտնվում է Ֆիզուլի հրանոթի Տոշկենայ Գալազանի կետը, որտեղից միշտ կրակում են դեպի Աղբուլաղ։ Բրիգադի երրորդ քայլերթը սկսվեց 93-ի դեկտեմբերին ու շարունակվեց մինչև հրադադար 94-ի մայիսի 12։ Կրկին Մարտակերտ, այլ ստորաբաժանումների հետ համատեղ հաղթական մարտեր Մատաղիսում, Թալիշում, այլ բնակավայրերում։ Դա հստակ ու հաստատ, որ պետք ենք վերցնել, դա արդեն թուրքներն իմանում, հասկանում դա, որ պետք է հետ այդ թողել մեզ։